Գյումրիում երեք քարոզարշավի ընթացքում արված ձեր հայտարարության հետ, երբ որ լրագրողի հարցինի պատասխան գերիների հետ կապված տեսանյութում լսվում է ձեր արտահայտությունը ծնգլ արեցիք, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք գերիների խնդիրների վերաբերյալ հարցերը իշխանության համար արդեն ծնգանել է։ Տեսա, որ տենց շատ լայն թափով շահարկվում է Գյումրիում ունեցած արտահայտությունը, իրականում չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ մարդ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետեւ հանրավակ մեկնարկել նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրահավաքի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում որևէ մեկը կարա մտածի որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք, ասենք չգիտեմ, չափազանց շահագրգիռ պետք լինել իրականություն լրիվ հակառակ ներկայացնելու մեջ, որպեսզի այդպես մատուցվի, նույնիսկ չգիտեմ, մամուլի ներկայացուցիչներն են, դուք եւ ձեր գործընկերն եք տենց ներկայացրել, թե հետո ինչ որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ այդպես է մանիպուլացվում, բայց բնականաբար եւ չէր էլ կարող հակառակը լինել, բնականաբար ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին, որով ասում եք։ Իսկ դուք երբեմն եկեք խոստովանենք կամ գոնե դուք ինքներդ էլ ձեզ կխոստովանեք հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգլ անելու եւ գուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ որ առումով նաեւ